Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն։ Վերջին տարիներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ երկու կողմերն էլ կարևոր քայլեր են ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Ֆիդանը։ Նրա խոսքով Փաշինյանի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել գործընթացը առաջ մղելու համար, իսկ Թուրքիայի կողմից եւս նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանձնարարությամբ իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը եւ առևտրային կապերի զարգացման ուղղված նախաձեռնությունները։ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել կարգավորման հարցում։ Մեր նախագահի Թայիպ Էրդողանի կամքով բազմաթիվ կարևոր քայլեր են արվել, այդ թվում ուղիղ առևտրի եւ ավիափոխադրումների հաստատման հետ կապված։ Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն դրա համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում մեկնարկել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն համաժողովը։ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ համաժողովը կազմակերպել են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակը, Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունը եւ Արևմտյան Ադրբեջանի համայնքի կազմակերպությունը։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել է, թե երբեք չեն մոռանա, ինչ են արել հայերը ադրբեջանցիների եւ իրենց քաղաքների հետ։ Իբրև թե հայերը մսկիթներում խոզեր եւ այլ կենդանիներ են պահել, իսկ դա երբեք չեն մոռանա։ Մոռանում են սակայն, որ հենց իրենք են այս օրերին Արցախի հայկական հողից ջնջում քրիստոնեական կառույցներն ու հայկական ինքնությունը։ Թուրքիան փորձում է ակտիվացնել տարածաշրջանային 3+3 ձևաչափը, որտեղ ըստ փորձագետների կարևոր հարցերի շուրջ քննարկումներում Հայաստանի ձայնը գրեթե երբեք լսելի չի եղել։ Այդ ձևաչափում 3 խոշոր խաղացողները Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը իրենց շահերն են հետապնդում, այդ թվում նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներում։ Ես կարծում եմ, որ դա շատ արդյունավետ ձևաչափ կարող է լինել։ Կարծում եմ, որ դա միայն հայ-ադրբեջանական բանակցություններ չեն, գործնականում դրանք հայ-ադրբեջանա-թուրքական բանակցություններ են, թեև դրանք ձևակերպվում են որպես հայ-ադրբեջանական։ Մոսկվայում 3+3 ձևաչափին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը իր ռուս գործընկեր Լավրովի հետ հանդիպման ընթացքում։ Թուրք դիվանագետը հայտարարել է, որ 3+3 հարթակը կարևոր գործիք է տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Ֆիդանի ձևակերպմամբ հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն տարածաշրջանի երկրների եւ նրանց անմիջական հարևանների միջև երկխոսության եւ գործակցության միջոցով։ Թուրքիան գոհ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առաջընթացից, տարածաշրջանում հաստատվող խաղաղությունը պետք է արտահայտվի տնտեսական կապերի, տրանսպորտային եւ առևտրային ուղիների ընդլայնմամբ։ Առանց Ռուսաստան-Իրան-Թուրքիա կոնսենսուսի հարավային Կովկասում տևական խաղաղություն հնարավոր չէ։ Հետևաբար այդ ֆորմատով որևէ համաձայնություն շատ ավելի կենսունակ կլինի, քան կարող է լինել որևէ համաձայնագիր արտաքին միջամտությամբ, բայց առանց այդ 3 երկրների կոնսենսուս։ Քաղաքագետի կարծիքով առանց Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջև համաձայնության հարավային Կովկասում տևական խաղաղություն դժվար է պատկերացնել։ Ադրբեջանը բնականաբար կողմ է այդ ձևաչափին, քանի որ ունի իր գլխավոր դաշնակից Թուրքիայի աջակցությունը։ Հայաստանի դեպքում ըստ փորձագետների պաշտոնական Երևանը կցանկանար, որ գործընթացում ներգրաված լինեին նաև արևմտյան դերակատարներ, մասնավորապես Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը։ Դա փաթեթավորվել է թրիպի պիտակով, որպես թրիպ, եւ Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ այո, ստիպված են մասնակցել 3+3-ին, բայց հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կգա եւ տեր կկանգնի թրիպին։ Մինչ Իրան-Իսրայել եւ ԱՄՆ-Իրան հակամարտության սրումը քննարկվում էր, թե 3+3 ձևաչափի հերթական հանդիպումը որտեղ պետք է անցկացվի՝ Երևանում թե Բաքվում, սակայն ըստ փորձագետների տվյալ դեպքում վայրը երկրորդական նշանակություն ունի։ Նման հանդիպումներում որոշում կայացնողները գերտերություններն են։ Վերջին շրջանում ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հաճախակի են հանդիպում իրենց հայ գործընկերներին Հայաստանի տեսարժան կամ գեղատեսիլ վայրերում։ Փոխվարչապետ Մուստաֆաևին տարել էին Աղվերան, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ալիևի օգնականին Դիլիջան։ Եթե առաջիկայում 3+3 ձևաչափով հնարավոր հանդիպում լինի, ապա այն ըստ վերլուծաբանների տեղի կունենա Բաքվում, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն տարբեր ձևաչափերով եղել են Հայաստանում։ 3+3 ձևաչափի արդյունավետությունը ըստ փորձագետների մեծապես կախված է ԱՄՆ-Իրան բանակցային գործընթացի արդյունքներից։ Մասնավորապես այն հանգամանքից, թե Թեհրանը որքան պատրաստ կլինի ընդունել ամերիկյան ավելի ակտիվ ներկայությունը իր հյուսիսային սահմանների հարևանությամբ։
Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները ֆեյք, մտածածին եւ հորինված թեմա են, ընդգծելով, որ նման հարց չի եղել, չկա եւ չի լինելու։ Վարչապետը նշել է, որ խաղաղության օրակարգը բացառում է նման շահարկումները եւ կոչ է արել հասարակությանը համապատասխան գնահատական տալ այդ տեղեկությունները տարածող քաղաքական ուժերին։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները, բոլոր թեմաները փակում է եւ փակել է։ Դեպի ԵԱՏՄ արտահանման շուկան փակվեց, խնդիր չէ, ապրանքները Եվրոպա կարտահանեն։ Նոր ատոմակայան կառուցելու հարցում էլ Հայաստանի կառավարությունը կարծես թե որոշել է արևմտյան առաջարկով մոդուլային ատոմակայան կառուցել։ Հայտարարել է կառավարությունը, որ մենք գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով, որ երկրից է առաջարկը, ինչ արտադրության պետք է լինի էներգաբլոկը, հայտնի չէ։ Կառավարության ներկայացուցիչները ասում են, թե մոդելի ընտրությամբ պայմանավորված կլինի արտադրող երկիրը։ Առաջիկա 10 տարիների ընթացքում որոշվելու է դրա կառուցողն ու նոր նախագծի իրականացնողը։ տարբեր երկրներից առաջարկներ ունենք, այդ առաջարկները ուսումնասիրում ենք դրանց ինչպես տեխնիկական հատվածները, այնպես էլ անվտանգային եւ ֆինանսական հատվածները։ Տեսականորեն 10 տարին բավարար ժամանակ է ռեակտոր կառուցելու համար, բայց այստեղ ուզում առանձնացնել ռեակտոր են կառուցում, թե կայան են կառուցում, դրանք տարբեր բաներ։ Էներգետիկ ոլորտի մասնագետները սակայն նոր ատոմակայանի կառուցման եւ շահագործման առնչությամբ այդքան էլ լավատես չեն։ Եթե խոսքը մոդուլային կայանների մասին է, ապա այդ մոդուլային կայանները Հայաստանի ձեռնատու չեն։ Դրանք փոքր կայաններ են, փոքր հզորությամբ եւ նման կայանի կառուցումը միայն խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, այլ ոչ թե խնդիրներ է լուծել։ Հայաստանը կարիք ունի ոչ թե նոր ատոմակայանների, այլ նոր ռեակտորի, բավական հզոր։ Այս պահին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը անջատված է ընդհանուր էներգահամակարգից եւ գտնվում է շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վերանորոգման process-ում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը տեղեկացրել է, որ ատոմակայանը 5 տարին մեկ անցնում է այս գործընթացով եւ այն տևելու է շուրջ 3 ամիս։ Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի կյանքը հնարավոր կլինի երկարաձգել մինչեւ 2036 թվականը։ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը, որը կանցկացվի հունիսի 17-ից 25-ը։ Զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Միացյալ Նահանգների, ինչպես նաև Ֆրանսիայի եւ Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Նպատակը խաղաղապահ առաքելությունների պատրաստվածության բարձրացումն է եւ համագործակցության ամրապնդումը։ ԱՄՆ Իրան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միանշանակ չի ընդունվում Իսրայելի կողմից։ Գերակայում է այն տեսակետը, որ բանակցային գործընթացի հնարավորինս արագ ավարտելու Միացյալ Նահանգների ձգտումը Իրանին հնարավորություն կտա բարելավելու դիրքերը։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարելով, որ համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Պարսից ծոցի երկրների համար, միաժամանակ հորդորել է սպասել, քանի որ դեռևս վերջնական որոշում չկա։ Հիշեցնենք Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել էր, որ Իսրայելի գործողությունները Հեզբոլայի դեմ կարող են խանգարել Միացյալ Նահանգներ Իրան գործարքին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Ամերիկայի եւ Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը պետք է անհապաղ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ 162 տոննա հայկական ծիրան ուղևորվել է Ուկրաինա ու Վրաստան, սրանք առաջին արտահանումներն են, բայց դրանք շարունակական կլինեն ու ծավալներն էլ կմեծանան, թե ոչ տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, վստահ է Նիկոլ Փաշինյանը, իսկ կառավարությունն իր հերթին աջակցության ծրագիր է նախատեսում առկա խնդիրներին բախվող ջերմոցատերերի համար։ Հիմա ըստ էության ինչ ենք ասում մենք այս ծրագրի շահառուներին, որովհետև հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Մենք հիմա գործնականում կառավարությունը ասում է հետևյալը, որ հարգելի տնտեսվարողներ առաջիկա 6 ամիսների ընթացքում կամ 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք հանգիստ այդտեղ նոր շուկաներին հարմարվեք եւ սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ստանդարտներին համապատասխանող 411 տոննա ջերմատնային բանջարեղեն ու ելակ եւ մոտ 1.8 միլիոն հատ ծաղիկ է արտահանվել։ Էկոնոմիկայի նախարարն է հունիսի 1-ից մինչեւ հունիսի 17-ի ընթացքում արձանագրված տվյալներն ամփոփել։
ըստ ծավալների Վրաստան, Ուզբեկստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելոռուս, Ղազախստան։ Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին այդ անտրամաբանական է։ Կառավարությունն ըստ Նիկոլ Փաշինյանի այս ընթացքում զբաղվում է ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներով, իսկ դրան զուգահեռ գործադիրը նաև հաջորդ տարվա համար երկու կարևոր կարգավորում է նախատեսում։ Նախ դրոշմապիտակավորվող ապրանքների ցանկը պետք է ընդլայնվի։ Այսինքն ինչը հնարավոր է դրոշմապիտակավորել, ամեն ինչը պետքա դրոշմապիտակավորել։ Այն ինչ որ հնարավոր չի դրոշմապիտակավորել, էդ էլ է պետք դրոշմապիտակավորել, որովհետև տենց բան չկա, որ հնարավոր չի դրոշմապիտակավորել։ Հաջորդ կարգավորումը միկրոբիզնեսին ու շրջանառության հարկով աշխատող բիզնեսին է վերաբերում։ Խստացվում են ՀԴՄ չտպելու դեպքում իրականացվող միջոցառումները։ Տարվա մեջ օրինակ կնայենք 3 անգամ ՀԴՄ չթողարկելու համար բան եղավ, արձանագրվեց ՀԴՄ բաց չթողնելու փաստ, 5 տարի ինքը պետքա զրկվի ընդհանրապես եւ միկրոբիզնեսի եւ շրջանառության հարկի ոլորտում աշխատելու։ Այսինքն պետքա միանգամից մտնի եւ 5 տարի պետքա արգելվի, միայն ավելացված արժեքի հարկի համակարգով պետքա աշխատի։ Ես հասկանում եմ, որ կարա ոմանց համար սա նշանակի դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Կառավարության նիստում քննարկել են նաև էներգախնայողության ծրագրերը։ Այս դեպքում ըստ Փաշինյանի հանրապետության բոլոր բնակավայրերում ավելի տաք բնակարաններ կլինեն ավելի քիչ էներգետիկ ռեսուրսի ծախսմամբ։ Ասենք դուս ես եկե, օրինակ օթորակիչը մոռացել ես անջատել, գնացել ես 200 կիլոմետր հեռու ես։ Այսինքն նման բաների վրա այնքան էլեկտրաէներգիա ծախսվում, որ եթե այդ չծախսվի, շատ էական գեներացիա կապահովի։ Իսկ ընդհանուր առմամբ կառավարությունը 1.5 միլիարդ դրամից ավելի գումար կհատկացնի 13 համայնքում 16 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար։ Կառավարության ղեկավարն ասում է, այդ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքներում նաև լողավազաններ կառուցելու նախաձեռնություն պետք է լինի, հատկապես այն քաղաքներում, որտեղ ավելի քան 3 ամիս լողալու սեզոն է լինում։ Զովունի համայնքի բնակիչ Յուրա Սողոմոնյանը ապահովագրել է իր 2 հեկտար հողատարածքի ծիրանի բերքը, բայց հիմա ասում է, այլևս չի օգտվելու ապահովագրության ծրագրից։ Նրա խոսքով պայմանները սկզբից պարզ չեն ներկայացրել։ Այն կապողը ասում է, խնդիր չկա հեկտարովա, չէ, բայց ասենք ով որ գալիս է փորձագետը, որ նայելու ցրտարությունը իշկանալը, փորձագետն էլ ուրիշ բան է ասում։ Ծրագրի նպատակն ըստ կառավարության բնական աղետներից տուժած գյուղացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելն է, սակայն որոշ ֆերմերներ պնդում են, որ փոխհատուցումները չեն համապատասխանում իրական վնասներին։ Յուրա Սողոմոնյանը պատմում է, թե սպասում էր մոտ 1.5 միլիոն դրամ փոխհատուցման, սակայն ստացել է ընդամենը 0.5 միլիոնը։ Նրա համոզմամբ այդ գումարը չի կարող ծածկել կրած վնասները եւ վերականգնել տնտեսությունը։ Հայաստանում բնական աղետները գրեթե ամեն տարի լուրջ վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը։ Գարնանային ցրտահարությունները, կարկուտը, երաշտը ու հրդեհները հաճախ ոչնչացնում են ֆերմերների ամբողջ տարվա աշխատանքը։ Այս տարի եւս գյուղացիները բախվել են այդ խնդիրներին, իսկ վերջին օրերի կարկտահարության հետևանքների ամբողջական գնահատականը դեռևս չի հրապարակվել։ Այս պայմաններում ապահովագրությունը պետք է դառնա գյուղացու ֆինանսական անվտանգության հիմնական գործիքը, հնարավորություն տալով պահպանել եկամուտները եւ հաջորդ տարի շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։ Սակայն շատերի կարծիքով գործնականում ստացող փոխհատուցումները հաճախ ավելի փոքր են լինում, քան իրական վնասները։ Նոր հիվանդություններ կային, որ վրան սպիտակ կալորիկներ ալնում ու փչանում է։ Այդ հիվանդությունը կար, բացի դա էլի հաշտակ չենք առնում, ուզում ենք մշակենք, հիմա սա արված է, ինչ որ հասնում էր մինչև այսօր, բայց արդեն եկավ ծաղիկի ժամանակ մոտ մի շաբաթ անձրևները ստեղ սկսվավ, դրանից հետո անմիջապես ցրտարություն եղավ ու հիմա նայում ես ամեն մի ծառի վրա երևակայի 5-10 հատ ցոգոր կճարվի վրա։ Առնենք գոնե որ մենք դուրս վերենք միջև պետությունը օգնի, մենք կարանք բուժում անենք։ Եթե չէ, չեմ կարող բուժում անեմ, ընդհանրապես սրան արել եմ 2 բուժում, ու էլ չեմ կարող։ Մի 3 հատ էլ պահանջում է ծիրանին գոնե, մի 3 հատ էլ պահանջում է, որտեղ հիմա լավիճ է, պետք է տրակտորով սրսկվի, դե ձեռով հնարավոր չէ այսքանը սրսկել։ Դե տրակտորով սրսկել է բուժու դեղերը ամեն մի փունջը սրսկելու մոտավորապես մի 30-40 հազար մենակ դեղին է փող պետք։ Ֆերմերները նշում են, որ պետական աջակցության ծրագրերը պետք է ոչ միայն հասանելի լինեն, այլև բավարար իրական խնդիրները լուծելու համար։ Նրանց կարծիքով անհրաժեշտ է վերանայել փոխհատուցումների չափերն ու գնահատման մեխանիզմները, որպեսզի գյուղացիների վստահությունը համակարգի նկատմամբ աճի։
Հունիսի 14-ին հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող Ամար ռեստորանի պահեստի հատվածում։ Կրակի դեմ սկզբում աշխատակիցներն ու քաղաքացիներն են պայքարել, հետո Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը մարել են այն։ Այստային հատվածն է, որտեղ բավականին դժվար է թե հրշեջների աշխատանքը, թե ռեստորանի աշխատակիցները։ Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քառակուսի մետր մակերեսով տարածք, կենցաղային իրերով։ Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ է տեղում եղել։ Նրանք օգնել են մի քանի քաղաքացու։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության տարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի տարեցները, տեղում են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ։ Հունիսի 13-ին Սևան Մարտունի գետապ ճանապարհին բախվել են Մերսեդեսն ու Կամազը։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, փրկարար ծառայության Մարտունու շեջ փրկարարներն ու ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, վիրավորներն ամուսիններն են ու 3 անչափահաս երեխան։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, բարեկներն ու համայնքային ոստիկանները եւ պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Հունիսի 14-ին Վանաձոր Ալավերտի ճանապարհին բախվել են 70-ամյա Հայկի Opel Astra-ն եւ 60-ամյա Սերիոժայի Volkswagen-ը։ Վերջինը վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Հունիսի 13-ին Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Պավլիկի Opel-ն ու 24-ամյա Արթուրի Ford Transit-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, տուժած չկա։ Հունիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ 30-ամյա Վարդանը BMW-ով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ, տուժած չկա։